Տաղավարում ինձ հետ աշխատում է Տիգրան Քոչարյանը։ Տիգրան, ըստ ձեզ ի վերջո ինչ է որոշվելու եւ ինչ է նշանակելու անվավեր ճանաչելը եւ անվավեր չճանաչելու։ Կարող ենք ասել, որ Փաշինյանն այսպես փաստացի փորձում է գլխավոր մրցակցից ազատվել։ Գիտեք, փորձում դասական քաղաքագետի նման այսօր պատասխանեմ, որովհետեւ երկու տարբերակ կա, իհարկե լուսման կհանեն կամ չեն հանի, բայց այսպես ասեմ, հանելու տարբերակ ավելի ռիսկային է Փաշինյանի համար, որովհետև փաստացի ինքը ստեղծում է մի իրավիճակ, որտեղ բոլոր լեգիտիմ հնարավորությունները իշխանափոխություն անելու ինքը փաստորեն սահմանափակում է, այսինքն դրանից հետո պետք է արդեն ռազմական դրություն կամ էլ ինչ-որ բաներ անել, որովհետև բացի իր ադրբեջանցի, թուրք եւ եվրոպացի գործընկերներից ամբողջ աշխարհի մեջ սա բացահայտ հաղթում է լինելու մեկ Երկրորդը այսպիսով Սամվել Կարապետյանին դաշտից հանելով ինքը ամեն դեպքում չի հանում մնացած ընդդիմադիր ուժերը եւ մնացած Սամվել Կարապետյանը կարող է ասել ընտրում ենք այս մյուս դաշինքին, հա, եւ Սամվել Կարապետյան դրողները կտան այդ դաշինքին ձայն ու հետո այդ դաշինքը կանցնի, այն մյուս դաշինքը բանը կանցնի, հետևից մի հատ էլ ուժ կանցնի եւ սա իրեն այսպես ասած ձեռնտու չի։ Սա երևի թե չգիտեմ, միգուցե Արամ Սարգսյանը շատ է իրան խնդրել այդպիսի բան ասել եթերի ժամանակ ու հիմա ինքը ասել է դե ասում ես արա որովհետև ելեմ ասում մոլդովական նախաձեռնությունը ամեն դեպքում կարծում եք Փաշինյանից չէ դե միգուցե իրենք բանից առաջ պայմանավորվել են ասել են դու սենց կասես բայց շատ հավանական է որ այս պահով փորձել է Արամ Սարգսյանը Փաշինյանին համոզի, որ արի ինչ-որ բան փորձենք, բայց էլ եմ ասում, եթե մենք հաշվենք բոլոր ռիսկերը, այդ սլոփը եթե բան անենք, այս պարագայում շատ ավելի ձեռնտու չէ Սամվել Կարապետյանին հանել ընտրապայքարից, քան ենթադրենք թողնել, որովհետև այսպիսով ինքը միանգամից խաչ է քաշում ընտրությունների լեգիտիմության վրա, հետընտրական պրոցեսների գեներացման կանաչ լույս է տալիս, ոչ միայն հետընտրական, այլ մինչև ընտրության օրը եւ սրանով որոշակի հարցեր է ստեղծում նաեւ Ռուսաստանի հետ, որովհետև հենց Ռուսաստանն էր Պուտինի շուրթերով խնդրել իրեն, որպեսզի ինքը չխանգարի կամ թույլատրի իր ռուսաստանամետ, այսպես ասենք, հա, քաղաքական գործիչների զբաղվել քաղաքական պայքարով, ոչ թե մասնակցել ընտրությունների, որովհետև շատերը Պուտինի խոսքերը մի քիչ այլ ձև են փորձում ցույց տալ, զբաղվել քաղաքական պայքարով եւ այստեղ կրկին իմ կարծիքով Ռուսաստանի պատասխանը եթե մինչ հիմա ծաղիկներն են, հա, հավանական է որ բավականին ավելի կոշտ կլինի եւ այդ մի փորձանքն է իր գլխին հավաքել, երևի Նիկոլ Փաշինյանը չի ուզենա։ Բայց եթե ինքը ուզում է գնա վաբանկ, հա, դա ուրեմն նշանակում է մեկ այլ բան, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի չի կարողանում ընտրություններով հաղթել եւ Նիկոլ Փաշինյանը այն 65% տղան չի, որով իրեն նկարել էին տարբեր տիպի հարցումները, որովհետև 65% տղան իրեն տես չի բան։ Ես փորձելու եմ մի քիչ հետո ավելի անդրադառնալ այս թեմային հարցումների, բայց դուք բացեցիք թեման, առաջարկում եմ շարունակենք։ Այսօր հերթական արդյունքներն են հրապարակվել ու որպեսզի չծանրաբեռնենք թվերով եւ լրատվությամբ, մեկ նախադասությամբ մեջ բերեմ, քաղաքացիական պայմանագիրը եւ Նիկոլ Փաշինյանը պարտվում են միասնական ընդդիմությանը։ Ինչ է սա նշանակում։ Սա ինչ է նշանակում։ Ես էլ ճիշտ ասած բոլոր հարցումներին բավականին քննադատորեն եմ մոտենում, որովհետև ցավոք սրտի Հայաստանում հարցումները դարձել են ավելի շատ մանիպուլյացիոն քարոզչական գործիք, քան բուն այն ինչ որ պետք է զբաղվեն եւ օրինակ IRA-ի խայտարակ հարցումը, հետո Евronewс-ի մանիպուլյացիաները եւ այլն ցույց են տալիս, որ այս մարկերը, հա, որով մենք որոշում ենք կուրորեն հավատալ պետք չէ։ Ինքը չի աշխատում, հա։ Այստեղ շատ կարևոր է այլ, տեսեք օրինակ հարցում ենք անում է, շատ դեպքում մանիպուլացնելու համար 1-2 հարց են իրենք փոփոխում, ցանում են իրենց ուզած ռեզուլտատը եւ դա ներկայացնում են հանրությանը։ Շատ հաճախակի օրինակ իրար հետ չեն բռնում, օրինակ Նիկոլ Փաշինյանը նկարում են 32%, հետո ուրիշտեղ գրում են որ կառավարությունից 80%-ը դժգոհ են ենթադրենք։ Այստեղ ինչ իրավիճակ է, այստեղ ինձ շատ էր հետաքրքրում մասնակցության
չափը եւ այստեղ այս հարցումն ցույց տվեց, որ բավականին բարձր մասնակցություն է սպասվում, ինձ համար շատ ավելի կարեւոր է, որովհետեւ մենք բոլորս գիտենք, բարձր մասնակցության դեպքում Նիկոլ Փաշինյանի տոկոսը բավականին իջնելու է եւ 65% հստակ, որ ասացին մասնակցություն են եւ եւս 11% տատավում են, դա ուղղակի մի հատ ֆանտաստիկ մասնակցություն կլինի։ Ինչ կլինի իրականում, դժվար է ասել, ընտրություններ որ մենք դա կիմանանք, բայց դա էր իմ կարծիքով Փաշինյանին, այսպես ասենք, ներվայնացնում, որովհետեւ ես կրկնվեմ հայ ասած միտքը, եթե դու 70% հավաքող ես, սահմանադրական մեծամասնություն ես կարողանում ձևավորել այժմ, դու կթողես եւ Սամվել Կարապետյանը մարզերով գնա իր ծրագիրը ներկայացնի, եւ Անդրանիկ Թևանյանը կգնա ինչ-որ մարզերով իր ծրագիրը կներկայացներ, եւ ակտիվիստները տարբեր դաշնակցության, չգիտեմ, ուժեղ Հայաստանի եւ մնացած տեղերում իրենք հանգիստ ընդհանրեն կզբաղվեն իրենց քարոզչությունը, բայց դու որ անընդհատ մարկանց օթերը կտրում ես, դա նշանակում է որ դու ունես որոշակի խնդիր եւ այդ խնդիրը օրինական ճանապարհով վերարտադրվել որպես ՀՀ վարչապետ։